Բարև ձեզ, այսօր ես կխոսեմ, թե ինչ է դիմադրության ջերմաչափը։ Դիմադրության ջերմաչափը ռեզիստիվ ջերմաչափ այն սարքն է, որը աշխատանքի հիմքում ընկած է նյութի էլեկտրական դիմադրության փոփոխությունը ջերմաստիճանի փոփոխության հետ։ Երբ ջերմաստիճանը բարձրանում կամ իջնում է, նյութի դիմադրությունը նույնպես փոխվում է եւ այդ փոփոխությունը չափելով որոշվում է ջերմաստիճանը։ Դիմադրության ջերմաչափերը սովորաբար պատրաստվում են մետաղներից, օրինակ պլատինից, նիկելից կամ պղնձից։ Ամենատարածված պլատինե դիմադրության ջերմաչափն է, քանի որ այն ապահովում է բարձր ճշգրտություն եւ կայունություն։ Դիմադրության ջերմաչափերը կիրառվում են տարբեր ոլորտներում, դրանք օգտագործվում են արդյունաբերության մեջ, սարքավորումների եւ արտադրական գործընթացների ջերմաստիճանը վարահսկելու համար, էներգետիկ համակարգերում, կաթսաների եւ տուրբինների ջերմաստիճանի չափման համար, ինչպես նաեւ լաբորատոր հետազոտությունների, որտեղ անհրաժեշտ է բարձր ճշգրտություն։ Բացի այդ, դրանք կարող են կիրառվել նաեւ կենցաղային եւ տեխնիկական սարքավորումներում։ Այսպիսով, դիմադրության ջերմաչափը կարևոր չափիչ սարք է, որը թույլ է տալիս ճշգրիտ եւ հուսալի կերպով որոշել ջերմաստիճանը տարբեր պայմաններում։